Նախ պարոն Գրիգորյան, ես չեմ ուզում մասնան անդրադառնամ, բայց որ դուք սկսեցիք ասեն, դուք վստահ եք, որ 4-ն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են։ Հա, վստահ եք։ Ռմյատաոնները հա, Վիգեն Էլջիկյանը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է։ Նաև Հայաստանի Հանրապետության։ Իսկ Արցախի Հանրապետության, չէ, մի րոպե։ Ես հենց այդ եմ ուզում ասեմ, որ պետք չի, ես խոսքս կոնկրետ ասել եմ Ռուբեն Վարդանյանի մասին եւ պետք չէ դա բերել հասցնել այն 4 մասին, ովքեր ազատ են արձակվել եւ փոխանակվել են Սիրիացի 2 ԱԲԿ-ի։ Դուք եք սկսում խտրականացնել։ Ես կապ Դիլիջանի մասին եմ խոսում։ Մարդը։ Ես կոնկրետ խոսում եմ Դիլիջանի մասին եւ խոսել Դիլիջանի մասին չհիշատակել Ռուբեն Վարդանյանի անունը ազնիվ չէ։ Մյուսը լավ է որ ասեցիք, հիմա 3 զրույն կետը չկա, հույս ունեմ այդ ձեր ասած տեղեկանքում կլինի, բայց լավ։ Մյուս խնդիրը, ես երբեք չեմ ասել, որ Մարմաշենի վանկային համալիր կարելի էր գնալ միայն, չգիտեմ, լեռնային հեծանիվներով կամ թրթուրավոր տրակտորներով։ Ես ասել եմ, որ վանական, դե դուք ձեր ասում եք, ինչպես դուք ասում եք, ուրախ եմ, որ ընդունեցիք, ես չեմ ընդունել։ Բայց Փաստն թե փաստը մնում է փաստ, հիմա հնարավոր է, ո՞նց է հնարավոր, ինչ կապնի Ինչ լավ է, որ դուք ասեցիք, որ տանձը չամիջից ավելի մեծ է։ Բա պատկերացնում Բայց դուք այս բան չեք ասել, չէ՞։ Չէ, դուք ասել Ես ասել եմ վանական համալիրը լքված չի եղել, անտեր չի եղել, ճանապարհի հետ կային խնդիրներ։ Ես երբեք չեմ ասել, որ այդ ճանապարհով կարելի էր հասնել միայն թրթուրավոր տրակտորներով կամ օդից դեսանտ իջացնելը։ Ավելին ասեմ, այնտեղ մի հատ ավելի խոշոր խնդիր կա խոնավության հետ կապված, եթե դա կարողանաք լուծել, դա շատ ավելի կարևոր կլիներ, քան թե ճանապարհը, որտեղ դա ուղղակի ազդում է խոնավությունը արեստացին խոնավությունը։ Դա շատ ավելի կարևոր է։ Մյուսը ես էլ եմ ասում, մենք ստեղ վարկ ենք զեկուցում եւ պետք է կենտրոնանայինք դրա վրա, թե սա վերցնում ենք, ինչ ենք անում, մարման գրաֆիկը ինչ է եւ կոնկրետ հստակ գնա վարկը ինչ ուղղություններով է ծախսվելու 5.95 Okay, բայց մի քիչ հետաքրքիր կլներ 95-ի մեջ ինչա լինելու, որովհետև 17-18 թվականի ծրագրով այնտեղ հիմնականում ենթակառուցվածքներ պետք է լինեին։ Այստեղ եթե ճանապարհներ, գազաֆիկացում, հոսանքալարեր նման բանա լինելու, լավ է, եթե դա լինելու է հարկերի համաֆինանսավորում կամ հարկերի ֆինանսավորում կառավարության կողմից նույնպես ընդունելի է, բայց հարց չձևակերպեցի ամեն դեպքում, այսինքն պետք է ստեղ ներկայացնել վարկային ծրագիրը, որովհետև այս ծրագիրը, որը կա տուրիզմի զարգացման, համաչափ զարգացման, դա բոլորս չասեմ լավ, կարդացվել են, գիտենք այս ամեն ինչ։ Շնորհակալություն։ Կարող եմ արձագանքել։ Դեպս հարց չէ։ Հա, չէ։ Եզրափակիչ ելույթ եւ Եզրափակիչ ելույթ անպայման կարող ենք ունենալ, ավելին ասեմ, մենք կարող ենք խոնավության դեմ պայքարի աշխատանք։ Դուք չգիտեք ինչի մասին է խոսքը, Գիտենք ու հիմա կասեմ։ Չէ, ես հիմա կասեմ, մենք ուզեցել ենք այդ խնդիրը լուծել։ Ավելի կարևոր է դրա Մենք ուզեցել ենք այդ Պարոն Խաչատրյան, մենք այդ խնդիրը ուզեցել ենք լուծել եկեղեցու խոնավության։ Եկեղեցին ասել է գործ չունեք մեր վանական համալիրի հետ։ Թողեք մեր եկեղեցին խոնավ մնա։ Ուրեմն եկեք ամեն անգամ բերաներս բացել եք տալիս ու ամեն անգամ այդ խայտարակ բանա ի հայտ գալի։ Այնքան ամեն անգամ վատ դրության մեջ եք ուրեմն հայտնեցնում այն մարդկանց ում պաշտպանության բառավոտից երիկուն զբաղվում եք։ Ասում եմ այո խոնավա ուզեցել ենք լուծենք, չենք կարեցել լուծենք, որովհետև եկեղեցին ասել է իմ գույքն է։ Թողեք մնա խոնավ։ Սա մեկ։ Տերով է, բայց խոնավ։ Հա, սա մեկ։ Երկրորդ կներեք էլի։ Հաջորդը հարկերը, այո, հարկա, հարկերի հատվածն է։ Մյուսը պարոն Հովհաննիսյանից ստացանք տեղեկանք արագ, հերթով կարդամ, մի մասը արդեն ես ասեցի։ 25 թվականի հուլիսի 22-ին 23-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման զարգացման միջազգային բանկի միջև Հայաստանի Հանրապետության եւ մարզային ենթակառուցված Հայաստանի Հանրապետության զբոսաշրջության եւ մարզային ենթակառուցվածքների ծրագիր վարկային համաձայնագրի համաձայն բանկը համաձայնում է վարկառոյին տրամադրել վարկ հետեւյալ պայմաններով եւ դրույթներով։ Վարկի գումար 96.4 միլիոն, սա ասել էի։
Վարկի տոկոսադրույքի տեսակ լողացող սա ասվել էր 31-10-25-ի դրությամբ 3.088 էր, այսօրվա դրությամբ 3.050 իջել էր մի քիչ էլ տոկոսադրույքը վարկի տարեկան տոկոսադրույք 6 ամսյա եվրոբոր գումարած լողացող սպրեդ ուրեմն պարտավորության վճար տարեկան 0.25% դրույք հաճապ հաշվարկվում է վարկի չմասնված գումարի նկատմամբ հաշվարկվում է բանկի կողմից ծրագրի դա կա միանվագ կոմիսիոն վճարը դա կա վարկի սպասարկման գծով վճարումները կատարվում են կիսամյակային կտրվածքով կա վարկի ժամկետ 21 տարի կա արտոնյալը 9 տարի վարկի մարումները կատարվում են հավասարաչափ կիսամյակային վճարումներով ընդ որում առաջին մարումը 34 թվականի հունիսի 1-ին վերջինը 45-ի դեկտեմբերի 1 վարկի սպասարկման մարման արժույթ եվրո արժութային ռիսկը մեղմելու համար վարկ առուն իրավունք ունի վարկի չօգտագործված կամ օգտագործված մնացորդի արժույթը փոխարկել բանկի կողմից հաստատված այլ հիմնական արժույթների տոկոսադրույքի ռիսկը կառավարելու համար վարկառուն հնարավորություն ունի փոխել լողացող բազիսային տոկոսադրույքը դրան համարժեք ֆիքսված տոկոսադրույքի կամ հակառակը պահպանելով փոփոխական սպրեդը վարկային միջոցների մասանունների վերջնաժամկետը 310830 դա ասեցի այսօր վարկառուն պարտավորվում է վերոնշել պայմաններով դրույթներով սպասարկել եւ մարել վարկեր Դե ես 305-ը ասեցի, որը իրականում մեր օգտին է այն իմաստով, որ հոկտեմբերին 305 էր, հիմա 308 էր, հիմա 305 է։ Այսինքն լողացել է դեպի ի նպաստ մեզ։